6 տարիների ընթացքում Տավուշ մեդիան լուսաբանել է Տավուշի մարզում տեղի ունեցող արտակարգ իրավիճակները։ 2023 թվականի ամռան Նիջևանն ուժգին քամու, երկարատև կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր։ 2024 թվականին Դեբետ և Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած աղետի ժամանակ մենք առաջիններից էինք դեպքի վայրում։ 2025 թվականի ամռանը կարգտահարության, աշնանը անտառային հրդեհների ժամանակ արտակարգ իրավիճակներն ու դրա հետևանքները լուսաբանվեցին օպերատիվ, հետևողական ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ապահովելով համարժեք արձագանք։ Մենք առաջինն էինք դեպքի վայրում, ոչ թե պարզապես լուսաբանելու, այլ մեր համայնքների կողքին լինելու, նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Տավուշ մեդիան հանդես եկավ իրազեկման, խորհրդատվության և ուսուցման նախագծերով, ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը օգնելու նրանց ավելի լավ պատրաստվելու և արձագանքելու արտակարգ իրավիճակներին։ 2024 թվականի գարնանը մեր նպատակային ու պրոֆեսիոնալ աշխատանքը հնարավորություն տվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ու առողջապահության համաշխարհային կազմակերպությանը օգտվել Տավուշ մեդիայի լուսանկարներից ու տեսանյութերից, առավել օպերատիվ ու արդյունավետ աջակցություն կազմակերպելու համար։